Հիմնական ուղղությունը վիրահատությունն է, կուզեի ասեի, որ վիրահատությունը իրանից շատ բարդ, ծանր վիրահատություն չի ներկայացնում։ Իհարկե շատ նուրբ վիրահատություն է մանավանդ փոքր տարիքում, որովհետև պետք է սերմնալարի վրա աշխատելուց այդ շատ բարակ նուրբ անոթները պահպանել, չվնասել, բայց սովորաբար խնդիրներ չենք ունենում այդ վիրահատության հետ կապված։ Տևողությունը մի կողմի եթե միակողմանի կրիպտորխիզմի վիրահատություն է եւ ամորձին տեղակայված է հաճուկային խողովակում կամ հաճուկային խողովակից դուրս էկտոպիայի տարբերակով, տևումը 20-25 րոպե մոտավորապես։ Նո անեսթեզիայով քնացնել զարթնացնելով կոպիտ ասած մոտավորապես ժամ 15 րոպե։ Սովորաբար վիրահատությունից 5-6 ժամ հետո երեխեքը լինում են նույն ձևի ոնց որ մինչև վիրահատությունը, այսինքն ուտում են, խմում են, քայլում են, շարժվում են եւ այլն, եւ հաջորդ օրը գնում են տուն, որը այդպես լուրջ խնդիրներ, բարդություններ կարելի ասել չենք ունենում։ Ծնողները իհարկե վախենում են, ուզում են, որ ավելի մեծ տարիքում վիրահատվի, բայց աստիճանաբար կարողանում ենք հասցնել մեկ-մեկ դժվար, բայց կարողանում ենք հասցնել ծնողների գիտակցությանը, որ ուշ վիրահատելով ոչ մի բան չի փոխվում դրական առումով, որ ոչ թե ասենք ուշ վիրահատեցինք ավելի լավ կլինի երեխան կամ ավելի հեշտ կտանի վիրահատությունը, տենց չի, եւ ուշ վիրահատելով կարանք խնդիրներ ունենանք ու այսինքն եթե լավ ուղղությամբ ոչ մի բան չի լինում, վատ ուղղությամբ ինչ-որ բան առնում, ավելի լավ է շուտ վիրահատել։ Աստիճանաբար հիմա կարելի ասել 1-1.5 տարեկան վիրահատությունները երակշող մեծամասնություն են կազմում մեր վիրահատությունների մեջ կրիպտորխիզմի հետ կապված։